կոմպոզիտոր, կանոնահար, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանը 20-րդ դարի հայ երաժշտարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից է։ Ծնվել է 1926 թվականի ապրիլի 14-ին Գյումրիում։ Երաժշտական կրթությունը ստացել է նախ Ռոմանոս Մեդիկյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, պրոֆեսոր Էդվարդ Միրզոյանի դասարանում։ Մինչ ստեղծագործական գործունեությունը եղել է կանոնահար, եւ նա առաջինն էր, որ 1951 թվականին Բերլինում անցկացվող միջազգային մրցույթում շահեց առաջին մրցանակն այդ գործիքով։ Որպես կանոնահար նա ստեղծեց մի ամբողջ դպրոց եւ բազմաթիվ ուսումնական ձեռնարկներ ու ստեղծագործություններ։ Նրա գրած 2 կոնցերտներն էլ այսօր ունեն լայն ճանաչում եւ կատարվում են աշխարհով մեկ։ 1958 թվականին նա հիմնել է Հայաստանի Պարի պետական անսամբլը եւ առաջին օրվանից դարձել երաժշտական ղեկավարը։ 15 տարվա աշխատանքի արդյունքում ստեղծվեցին անսամբլի պարեղանակների մեծ մասը, այդ թվում քարավան, կակաչներ, կինտոներ պարերը եւ շրջագայեցին շուրջ 50 երկրում։ 1950-ականների վերջում նա սկսեց իր գործունեությունը որպես երգահան եւ ստեղծեց մի նոր երգային մտածողություն ու ձեռագիր, որոնք կարճ ժամանակահատվածում բերեցին կոմպոզիտորին լայն ճանաչում։ 1974-ից 78 թվականներին եղել է Թաթուլ Ալթունյանի անվան երգի պարի անսամբլի գեղարվեստական ղեկավարը։ 1978 թվականին Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում հիմնադրել է ժողովրդական նվագարանների եւ երգեցողության ամբիոնը, որը ղեկավարել է մինչև կյանքի վերջը եւ ստեղծել նաեւ հսկայական գրադարան։ Այսօր Խաչատուր Ավետիսյանի ուսանողները շարունակում են իրենց ուսուցչի ավանդույթները։ Խաչատուր Ավետիսյանի ամենահայտնի ստեղծագործություններն են Եղեռնի զոհերի հիշատակին գրված օրատորիան, Գյումրի ռեկվիեմը, նվիրված երկրաշարժի զոհերին, 2 բալետներ, թատրոնի եւ կինոյի համար գրված երաժշտությունը եւ սիմֆոնիկ սյուիտներ։ Իմ անուշ տավիղ, Մախմուր աղջիկ, Բալենի, ասում են թե, Անահիտ, կախարդված ծաղիկներ, Անուրջներ, Ծաղկեփունջ, Եղեգ, Շիրակի, Հայոց հովիկ, Պարմանի, Կարապների պար, Հանինա, Տոնական Հայաստան, Իրիկնային, Ճերմակ աղավնի, Տավիղ, Հուշեր երգերը։ Խաչատուր Ավետիսյանի անունը կրող թիվ 7 երաժշտական դպրոցը գտնվում է Գյումրիում։ Ուրեմն մեր դպրոցը հիմնադրվել է երկրաշարժից առաջ 1976 թվականից է գործում եւ 10-ամյակի ժամանակ նոր անվանակոչվեց Խաչատուր Աղջունեիք անվանում չունեիք, ուղղակի 7-րդ երաժշտական էր։ Եվ 97 թվականին անվանակոչվեց ինքը Խաչատուր Ավետիսյանի անվան։ Սա ինձ համար կարծես հայրական տուն լինի, որովհետեւ այստեղ շարունակվում են Խաչատուր Ավետիսյանի ավանդույթները։ Գյումրվա համով ֆոտո այդպես ասած շարունակում եմ ավանդույթը։ Իմ վարպետի։ Շնորհակալ եմ, որ շարունակում ես։ Ինքը ամեն վարքյան իմ սրտի մեջ է։ Ես ինձ համար ինքը միշտ կենտանում։ Ես իր սիրել եմ իմ դասատուիս, իմ հարազատ հայրիկիս պես։ Ինչեւ եմ այլ աշտում եմ։ Որովհետեւ Խաչատուր Ավետիսյան դա ինձ համար արդեն լեգենդար մարդ եւ ես ինձ առավել եմ զգում։ Դա ինձ համար լավ հրաշք բան է, չգիտեմ ոնց ասեմ, առավելություն է։ Պահում եմ ավանդույթները։ Հայրական կողմս Էրզրումից են, պապիկի, իսկ հայրիկիս մոր կողմը Թիվլիսեցի։ Մայրիկի կողմը Ղարս, Լորի, Երևան։ Հայրս ծնվել է Գյումրի, այն ժամանակ հետո Լենինական, մայրս Երևան, նախները Ղարսից։ Հայրս մանկուց արդեն երաժշտության մեջ է եղել եւ սկսելով կանոնով, այնուհետեւ ստեղծագործական ուղին է բռնել, կոմպոզիտորական։ Մայրս հենց փոքր ժամանակվանից նա էլ
Բարել է Թաթուլ Ալթունյանի երկիպարի անսամբլի մենապարուհին եղել։ Կարող եմ ասել, որ երջանիկ մանկություն եմ ունեցել, նաև այն բանով, որ այո, տունը ամբողջ օրը խոսում էր երաժշտության արվեստի մասին, բարի երաժշտության։ Առօրյան անցնում էր ամեն մի կոմպոզիտոր օրվա ընթացքում հանդիպում էր սուրճ խմելու, ցույց էր տալիս իր ստեղծագործությունները։ Քանի որ մեր տարիքային տարբերությունը, երբ որ ես ծնվեցի արդեն 40 տարեկան, 42 տարեկան էր, ինքը մեծ ընկեր հայր չէր։ Ճիշտ է, շատ բարի, շատ այսպես զիջով եւ շատ սիրով իհարկե, բայց կարելի ասել դաստիարակության մեջ շատ խիստ։ Կոնսերվատորիայում երբ ուսանում էի, այդ խստությունը ամեն օրվա հիշում եմ, ինչ-որ հաջողություն էի ունենում, բայց ինքը այդպես ուրախությամբ չէր անդրադառնում այն բանով, որ կրկնակի դու պիտի սովորես, որ հանկարծ անունի հետ կապված խնդիր չլինի, որ այո, Ավետիսյանի տղան է, դրա համար բարձր է գնահատական դրվել։ Ինքը հարցում էր, ինչ ես արել այսօր, ամփոփիր, ինչ ես կարդացել, ինչ ես գրել, ինչ-որ մի իրադարձություն օրվա մեջ կարևոր, որ դու ստացել ես։ Եվ սա ինձ մոտ միշտ այսպես արդեն տարիներ արդեն կա, թե այսօր ինչով լրացավ օրը, ինչ արեցի, ինչ գրեցի, ինչ կազմակերպեցի, ինչ մի ստեղծագործական ձիրք, մի բան, այսպես։ Դա կարծում եմ շատ ճիշտ բան է, որ քեզ անընդհատ դա պետք պահում է եւ ինձ հիշացնում է այդ պատասխանատվությունը լինել մարդ, լինել արտիստ, ընկեր։ Խաչատուր Ավետիսյանը հայտնի դարձավ սկզբում ոչ որպես երգահան կոմպոզիտոր, այլ որպես շատ տաղանդավոր կանոնահար։ Խաչատուրի ամենամեծ հաջողությունը կայանում էր նրա ժողովրդականության մեջ։ Ինքը շատ ժողովրդական մարդ էր։ Բարի, համեստ, իր էության բնավորությամբ շատ պատկառելի բնավորությամբ անձնավորություն էր, անսամբլը, որտեղ որ ես էի աշխատում, Ռուբեն Ալթունյանի ղեկավարած ժողովրդագուսանական պետական համույթ էր երբեմն գալիս եւ ուզում էր, որ անպայման իր ստեղծագործություններից ընդգրկվեր, որը շատ հայեցի են եւ շատ հայկական են, շատ հայեցի են նրա երգերը։ Խաչատուր Ավետիսյանի մասին շատ կարելի է խոսել իբրև հրաշալի կոմպոզիտորի, որի երաժշտությունը շատ հայհոտական երաժշտությունից։ Մենք Հովհաննես Բադալյանի հետ պետք է ելույթ ունենա, այսինքն ելույթ էինք ունենում Ամստերդամում։ Միակ հայ ունկնդիրը Խաչատուր Ավետիսյանն էր, դահլիճը ամբողջ հոլանդացիներ էին, նստած էին օթյակում, ճիշտ դիմացը, Հովհաննեսը մոտեցավ երգելուց առաջ ինձ ասել, Ռուբեն, գիտես ես տեքստը չեմ հիշում, ասի ոչ չես հիշում, միասին ենք երկում, ասի ոչ ինչ ես կես կուշեմ, չի ասեց, չեմ կարա, ասի բան պետք է եկեք, խաչիկը ստե, անհարմարա, լավագույն երգերից ամեր, ինչու չի երգենք, դե լավ կերգենք, ասի բլոկնոտ բերել ես, ասեց այո, դե ասի ոչ մի ամոթ չկա, ակնոցները դեր բլոկնոտը պահի երգի այդ քո տեքստը, ես կշարունակեմ, ասեց ճիշտ ես ասում, շնորհակալ եմ, երբ բեմում արդեն կանգնած էինք, նվագախումբը նվագում էր, ինքը շուռ եկավ ակնոցները դրեց, պահեց կրծքին, շուռ եկավ ինձ ասեց, տեքստը չեմ հիշում, ասի, ձերքի տակարդա, չեմ բերել, մոտնա, վերջը ասեց առաջ եմ տալիս, պինք պահելա կրծքին, չի թողում, որ առաջ կաշեմ, դե լավ մտածեցի, որ երկիչ են տանրապես, եթե առաջին
քարյակի առաջին տողերը թելադրես, ինքը ավտոմատ կերքի։ Ասեցի քարից թռան, հասցրեցի ասեմ քարից թռան, մեկ էլ սենց գլխով նշան անեց, որ շնորհակալ եմ, լավա որ հիշեցի եւ երգեց։ Քարից թռան երկու ծիտիկ, թռան նստեցի։ Այդ նախադասությունը երգելու ժամանակ ես հազիվ ինձ պահում եմ, որ չծաղեմ, իսկ Խաչատուր Ավետիսյանը կնոջ ու տղայի հետ այնպիսի մի ծիծաղ են դրել դահլիճում, փռվել են ուղղակի, տեղ չկա։ Եվ թռան նստեցին, ախ դու ծիտիկ, ախ դու իմ ծիտիկ, դու իմ ծիտիկ, մա ես իշպանա, հետո իհարկե ես շարունակեցի, արևի հետ դու գնացի, մոտեմ ինքը երկում ալա չի հիշում տեքստը, նա արդեն հետո հիշեց և անցան երկի կատարմանը, բայց երկրորդ քարյակը որպեսզի ավելի հետաքրքիր լինի, ես ակնոցները խլեցի, գիրքը խլեցի, պահեցի իմ դոշին, ակնոցները դրեցի, ինչով փոխենք, որ դառնա հետաքրքիր։ Եվ ես իմ երգը հանգիր կանգնած երգեցի, ես տեքստը գիտեմ, երգեցի, երգը ավարտվեց։ Այնպիսի մի ծափահարություն, որ երևի այդ երգը այդքան ծափահարության երբեք չէր արժանացել, բայց հրաշալի երրորդ քարյակը միասին շատ լավ երգեցին և այնպիսի ազդեցություն ունեցավ, ասեմ, որ համերգին մասնակցից էր նաև հոլանդական երգչախումբ, մի հրաշալի երգչախումբ, որ կատարում էր Կոմիտասի ստեղծագործությունները հայերեն տեքստով, հրաշալի։ Եվ համերգի ավարտին բոլորը եկան շնորհավորեցին, թե այդ կատակ երգը, այդ ինչքան գեղեցիկ էր բեմադրված։ Ասացի շնորհակալություն, խաչքի վրան արդեն ուշք չկար, այնքան էլ ծիծաղել, որ չեն կարողանում ծիծաղը պահել և ձայներ էր ծիծաղում, այնպես չէ, որ բարձր ձայնով ծիծաղում էր խաչիկը։ Մաղթում Փարաքյանի արվեստի դպրոցին։